Հետաքրքիր է, որ բանտ ինձ այցելող ընտրված կոմիտեի ՀՅԴ-ի ներկայացուցիչ Մայք Մինասյանը ինձ ռոջիկ եւ կնոջս հիվանդանոցի ամսական վճարում առաջարկեց, եթե ես դատարանում հրապարակ գայի որպես դաշնակցական։ Իհարկե մերժեցի։ Կարծեմ այդ կուսակցությունը ինձ շնորհակալություն պետք է հայտնի, որովհետև երբ իրենք ծախվեցին ամերիկյան շահերին, այդ ժամանակ ինչ դրության մեջ էին լինելու, եթե ես առաջարկը ընդունած լինեի։ Փաստաբան Մինասյանի եւ փաստաբան Լինձի անուններն եմ հիշել եւ կարծեմ տեղին է գրել մի քանի տող նրանց մասին, երբ 1978 թվին Լոս Անջելեսի ֆեդերալ դատարանում տեղի ունեցավ հաբիս կորպուսի հիրինգը։ Իմ փաստաբան Մինասյանը հայտնեց դատավորին, որ Յանիկյանը չէր սպասում, որ իրեն մեղավոր չեն համարելու։ Դատավարությունից հետո նայելով նրա աչքերի մեջ ասացի. «Դու ախմախ, դու հայ ես թե թուրք»։ Հիմա չէր մտածում, որ եթե այդպես էր, ապա էլ ինչու է ես փաստաբան վարձել։ Փաստաբան Լինձին ֆեդերալ դատավորին 1978 թվին հայտարարություն արեց, որ 1973 թվին իմ պաշտպանության համար ստեղծված կոմիտեն իրեն հրավիրել է կոմիտեի ժողովին եւ առաջարկել $10,000, եթե Լինձին կստանա իմ համաձայնությունը հրաժարվել փաստաբան Ֆորմանից եւ ընդունել նրա տեղը փաստաբան Գարիին։ Ընթերցողը կարդալով այդ մասին կտեսնի, թե ինչ կապ կա այս հարցում, որի մասին ես իմացա 6 տարի բանտում լինելուց հետո միայն։ Շնորհիվ օտար բարեկամներիս իմացա, որ տեխասցի փաստաբան Ֆորմանը Ամերիկայում համարվում է քրեական գործերի առաջնակարգ փաստաբան։ Մինասյանից իմացա նրա հասցեն եւ հանձնախմբից խնդրեցի, որ նրան վարձեն։ Կապվել էին նրա հետ եւ նա եկավ բանտ ինձ տեսության։ Խոսակցությունից հետո հայտնեց, որ այս գործը ընդհանրապես մեծ գումարի կարիք ունի, բայց ես ցանկանում եմ քեզ պաշտպանել եւ դրա համար նշանակում եմ միայն 50,000։ Կոմիտեն պաշտոնապես պայմանագիր գրեց նրա հետ եւ որպես կանխավճար Ֆորմանին տվեց $10,000։ Բանտի առանձնասենյակում մի կես ժամ խոսելուց հետո հայտնեց, որ անհանգիստ չլինեմ, դատը շահելու ենք։ Տալով որոշ ցուցումներ մյուս երկու փաստաբաններին եւ ստանալով գործին վերաբերող մի քանի գրքեր, նա մեկնեց Տեխաս իր ուրիշ գործերը կարգի գցելու համար։ Իմ պաշտպանությունը ապահովված էր եւ ես հանգիստ էի։ Ինձ տեսակցության էին գալիս անձնական բարեկամներս, հանձնախմբի անդամները եւ որոշ անհատներ։ Մի քանի ինձ անծանոթ վաճառականներ ինձ նամակ գրեցին, որ ես իրենց տամ իմ համաձայնությունը դրամ հավաքելու համար։ Նույնիսկ հարկ չհամարեցի պատասխանել, որովհետև դա հանձնախմբի կատարելիք գործն էր։ Դրանց չեմ ուզում հիշել, բացառությամբ Բեսոյան ազգանունով ֆրեզնոյաբնակ մի տիպի, որը նույնիսկ պատրաստի տպած Փաուր Աթորնի ուղարկեց, որ ստորագրեմ 1 տարի չեղյալ չկարողանալ հայտարարելու պայմանով։ Բերածը տվի փաստաբան Մինասյանին եւ ասացի, որ սրահով լինելը ամուսնացած է Ավակյան անունով մի հարուստի աղջկա հետ եւ խնդրեցի միջոցներ ձեռնարկել դրա դեմ, ոչինչ չարեց։ Այդ տիպի հետ ծանոթացել էի 1947 թվականին Բևերլի Հիլզում։ Մի օր հեռախոսով ինձ տեղեկացրեց, որ նա հիվանդ պառկած է հոթելում եւ շատ է խնդրում գնամ իրեն տեսնելու։ Նրա հիմնական տունը Ֆրեզնոյում էր։ Ասաց, որ մեծ կարիքի մեջ է, մեծ գումար է կորցնելու, եթե $3,000 իսկույն չտա մի ընկերության, որն իրականացնում է իր սակարկելու գործերը։ Ֆրեզնոյից չի ուզում, որ տնեցիք չիմանան իր այս վիճակի մասին։ Ամերիկայի հասկացողությամբ ես անփորձ երեխա էի եւ դեռ չգիտեի, որ Ամերիկայում մեկին բարև ես տալիս ու ձեռքը թոթվում, նա իր մատներիդ մեկը չհանի տեղից։ Չեքով տվեցի խնդրած գումարը, նա էլ մի մուրհակ գրեց 3 ամիս ժամանակով։ Ես բացակայեցի երկրից երկար ժամանակով եւ երբ վերադարձա հեռախոսեցի իր պարտքը վճարելու համար։ Խոստացա որոշ ժամանակ քաշքշեց եւ ես զայրանալով մուրհակը տվի իմ փաստաբան Մարությանին, որն այժմ դասատու է աշխատում։ Որոշ ժամանակ հետո Մարությանը տեղեկացրեց, որ իր աշխատանքները արդյունք չտվին, որովհետև մուրհակը այնպես է գրված, որ ուժի մեջ չէ։ Աշխատեց դատարանով, նույն արդյունքը եղավ։ Եվ այդ կեղտոտ սրիկան այդքանից հետո աշխատում էր օգտագործել ինձ իր ազնական շահերի համար։ Բանտից նամակ գրեցի եւ պահանջեցի պարտքս։ Օգուտ չունեցավ։
Ընդհանրապես ես եկել եմ այն եզրակացության, որ շատերը ցանկություն ունեին իմ արարքը օգտագործել իրենց սեփական շահերի համար եւ ոչ միայն անհատները։ Փաստաբան Ֆորմանի հետ հանձնախմբի պայմանագիր ստորագրելուց 2 շաբաթ հետո հանձնախմբի որոշ անդամներ սկսեցին ինձ համոզել, որ հրաժարվեմ Ֆորմանից եւ Գարի անունով մի հայ փաստաբանի հանձնեմ իմ պաշտպանությունը, որը $150,000 էր գնահատել իր ծառայությունը։ Մի հայ փաստաբան, որը չուներ Ֆորմանի դիրքը, ցանկանում էր 150,000 կորզել մի հայ պաշտպանելու եւ այն էլ ազգային հարցում։ Չեմ ուզում նման փաստաբան ունենալ, հայտարարեցի ես, ինչքան էլ հանձնախումբը համոզում էր ինձ, ես անդրդվելի մնացի եւ մերժեցի։ 1978 թվին, ինչպես գրել եմ, հիրինգի ժամանակ փաստաբան Լինձին հայտնեց հանձնախմբի կողմից իրեն Լոս Անջելես կանչելու եւ $10,000 առաջարկելու մասին, եթե ինքը համոզի ինձ փոխել գլխավոր փաստաբանս Ֆորմանի տեղը Գարիին նշանակելով։ Այս խնդրից հետևություն է արվում, որ հանձնախմբի որոշ անդամներ այդ 150,000-ից ակնկալում էին իրենց բաժինը ստանալ։ Ովքեր են, չգիտեմ, անկասկած հանձնախմբի նախագահը գիտի։ Լևոն Սուրմելյանն էլ եկավ բանտեսության եւ համոզում էր Գարի անունով փաստաբանին ընդունեմ, ասելով. «Քեզ ինչ թե որքան է նստելու փաստաբանը, դրամը դու չես տալու, ժողովրդին ցենք հավաքելու»։ Սուրմելյանը իմ ընկերը լինելով հանդերձ նույն օրը ոչ ստացավ ինձնից։ Ես փաստաբան ունեմ եւ փոխելու ցանկություն չունեմ, ասի նրան։ Հարցը դրանով չվերջացավ։ Լևոն Երկաթյան անունով մի մարդ մի շաբաթ առաջ մի դպրոցի աշակերտների հետ եկել էր ինձ տեսնելու եւ հետը մի քեյք էր բերել, վրան իմ անունը գրած։ Տեսակցությունը թույլ տվին հեռվից եւ իրեն էլ անծանոթ էի։ Թխվածքը հեռվից ցույց տվին ինձ եւ իրենք էլ կերան։ Մի քանի օր հետո երեկոյան առանձնահատուկ թույլտվություն էր ստացել ինձ տեսակցելու, հայտնեց, որ 25 դաշնակցականներ իր տանն են հավաքել եւ իրեն հանձնարարել են հանդիպել ինձ եւ համոզել Գարիին ընդունեն որպես փաստաբան Ֆորմանի փոխարեն։ Հայտնեց, որ ինքը 45 տարվա կուսակցական է եւ ընկերները իր վրա պարտք են դրել այդ լուրջ հարցը կարգավորելու։ Նույն պատասխանը ստացավ, ինչպես մյուսները։ Ես այն ժամանակ միայն կասկածում էի, որ սա մի նպատակ է հետապնդում, բայց Լինզի 1978-ին իմ հիրինգի ժամանակ ասածը փաստում է, որ որոշ անդամներ մասնակցելու էին իմ անունով հավաքված հանգանակության ծախսելիք գումարներին։ Եթե մի օր հրապարակ գան հանձնախմբին ուղարկած իմ նամակները, որոնց պատճենները ես չէի պահում, ապա մի նամակում շատ լավ հիշում եմ, որ գրել էի. Ես մի կյանք ունեի, նվիրեցի ազգիս, քանի խիղճ ունեն ձեր անդամները, իմ դատավարության ավարտին հանձնախումբը լուծարվելու է, որովհետև չեմ ցանկանում իմ անուն օգտագործելով կթեք հայությանը։ Տասնյակ տարիներ առաջ, երբ ժողովուրդը թիթեղներով բնակարան շինեց, կազմվեց որբերի օգնության կոմիտեն, եւ այդ որբերը այսօր Cadillac ավտոմեքենաներով են շրջում, բայց հանգանակությունը դեռ չի դադարել։ Լևոն Սուրմելյանը տեսակցության ժամանակ գոռում էր. հանձնախումբը անկախ է, օգտագործելով իմ անունը դրամ էին հավաքում աշխարհի 4 կողմից եւ իմ փաստաբաններին նույնիսկ չէին թողնում մասնակցել հանձնախմբի ժողովներին, չնայած ընդունել էին այդ պայմանը, փաստաբանները պիտի մասնակցեն, քանի որ երբեմն իրենց հրատարակած նյութերը վնասակար էին իմ փաստաբանների համար։ Մի խոսքով այս փաստը ինձ բավականին տհաճություն էր պատճառում։ Թող կուսակցականները, որոնք մասնակից եղան եւ ղեկավարում էին ինձ համար կազմած հայ նահատակների ամերիկյան բարեկամները անվան տակ հանդես եկող կոմիտեն, չկարծեն, թե ես չէի հասկացել իրենց նպատակը։ Երբ ընտրել էին այս անունը, նպատակը պարզ էր, Յանիկյանի անունը միշտ չի մնալու, բայց հայ նահատակները ավելի երկար են մնալու։ Ամերիկյան բարեկամները կարող են օգտագործել այս անունը եւ ոչ միայն հայ ժողովուրդը կթել, այլ նաեւ հավանական է զանազան տեղերից նահատակների անունը օգտագործելով գումարներ ստանալ եւ ծախսել ըստ իրենց ցանկության։ Լույսի նման պարզ էր ինձ նրանց նպատակը։ Այն ժամանակ ես չէի կարող ասել, բայց հիմա ասում եմ, որ աշխարհը իմանա, թե ինչ հեռատեսությամբ էին գործում կազմակերպողները։
մեղավոր չեն, որ ստիպեցին իրենց լուծարելու հանձնախումբը, որովհետև ամերիկյան շահերը եւ Թուրքի բարեկամությունը ավելի կարևոր են, քան Յանիկյանի անձը ու Հայդատի շահերը։ Ողջույն կուսակցություններին, որ քաջություն ունեցան ստեր հնարելով իրենց կազմած միջազգային միջկուսակցական հանձնախումբը թաղել առանց պատարագի, որ աշխարհի հայությունը չիմանա ու արժանին չհատուցի Հայդատի թշնամիներին։ Այդ ազգային ցեցերը մոռացել էին, որ պատմությունը ներել չգիտի։ Գրությանս նպատակն է, որ փաստերը չանետանան նույնիսկ իմ մահից հետո։ Այս Գարի անունով փաստաբանից հրաժարվելուց հետո հանձնախումբը սկսեց լուրեր տարածել, թե Յանիկյանը այդ փաստաբանին չի ուզում, քանի որ նա փոխել է իր հայի անունը եւ դարձել է Գարի։ Այդ անխելքները չգիտեին, որ դա կապված չէին որոշման հետ, որ ես իմ կնոջ հետ ամուսնացել եմ, երբ նա կրում էր ռուսական անուն եւ վերջապես իմ փաստաբանները օտար անուններ էին կրում։ Պատճառը ես նշել եմ հանգամանալից։ Չինոյի բանտից տեսության եկած ուսանողների խմբից մեկը հարցրեց. ճիշտ է, որ ես Գարիին չեմ ընդունում անունի պատճառով։ Հարց տվողը ինչ որ դաշնակցական մեծավորի որդին էր։ Ծիծաղեցի եւ ասացի, որ ինքը տա դրա պատասխանը։ Պատմեցի նրան ինչպես այստեղ գրել եմ, ներողություն խնդրեց, ինձ սխալ եմ բացատրել ասելով. ամեն ասածներին մի հավատա եւ սեփական խելքդ աշխատացրու, եղավ իմ պատասխանը նրան։ Մի օր փաստաբան Մինասյանը ֆրանսերեն գրված մի նամակ բերեց, որ կարդամ։ Նամակը Բերլինից էր եւ Մինասյանը չէր կարող կարդալ այն։ Նամակը մի փաստաբանից էր, որը լիովին տեղյակ էր Թալյաթի սպանության հետ կապված դատավարության բոլոր մանրամասներին եւ անցուդարձին, ուներ դատավարությունը եւ խոսացված ճառերը։ Առաջարկում էր ձրիաբար օգտակար լինել եւ նույնիսկ եթե ցանկանամ կարող է մասնակցել իմ դատավարությանը նույնպես ձրիաբար։ Շատ լավ պատեհություն էր։ Մինասյանին առաջարկեցի իսկույն նամակով կամ հեռագրով ընդունել առաջարկը եւ հրավիրել։ Ասաց, որ գրել է, բայց ինձ անհայտ պատճառներով այս խելացին ոչինչ չէր արել այդ հարցում, որը շատ օգտակար կլիներ ինձ համար։ Նամակի հեղինակը նաեւ Մինասյանից հարցրել էր, թե ինչպես կարող է տեսակցություն ունենալ ինձ հետ։ Մինասյանը տվել էր Լևոն Երկաթյանի հասցեն ու հեռախոսը։ Այսպիսով Մինասյանը շատ հարմար մարդ էր գտել։ Ինչ օգուտ էր ստացել Լևոն այդ մարդուց չասած։ Դատավարության ժամանակ իմ փաստաբանները մի խոսք անգամ չասացին Բերլինի 2 եւ Իտալիայի 1 դաշնակցության տերորիստների կատարածների մասին, որոնք ազատ էին արձակվել դատական ժյուրիների կողմից։ Մի փաստ, որը կարող էր բեկում մտցնել իմ դատական ժյուրիի անդամների մտածողությունների մեջ, որովհետև խիղճ ինչպես սիրո զգացմունքը միևնույնն է համայն մարդկության համար։ Եթե իմ երթվյալ ատենակալները ժյուրին իմանային, որ նմանօրինակ դատերում քաղաքակիրթ երկրների ժյուրիները անմեղ են ճանաչել մեղադրյալներին, որոնք նույնիսկ օգտակար ոչինչ չեն արել տվյալ երկրի համար, ապա համոզված եմ, որ նրանք մինչև ինձ գիլթի մեղավոր ասելը երկու անգամ կմտածեին, նամանավանդ Յանիկյանը Ամերիկայի համար օգտակար է եղել շատ եւ շատ անգամներ։ Ես իմ ապուշ փաստաբաններին ասացի. Լինձին հայ չէ եւ նա պարտավոր չէր իմանալ Բերլինի եւ Իտալիայի դատավարությունների մասին, բայց Մինասյանը, որն իրեն ազգային գործիչ է համարում, գիտեր այդ դատավարությունների մասին։ Թե ինչու նա այդ հարցը չբարձրացրեց դատարանում, պարզ է ինձ։ Հանձնախումբը չնայած պայմանագիր է կնքել եւ խոստումներ էր տվել, խաբեց Ֆորմանին, ասելով դրամը չկա, երբ $60,000 կանխիկ կար, այդ մասին նամակով ինձ տեղյակ էր պահել նախագահ Թոլիկյանը, գրելով ինձ հանգիստ քնիր, Ֆորմանին իր ժամանակին կվճարեն։ Հանձնախմբի թափած ջանքերը մեկուսացնելու փաստաբան Ֆորմանին ոչ մի արդյունք չէր տալիս եւ իմ պաշտպան հանձնախումբը հերագիր տվեց նրան, որ դրամ այլևս տալ չեն կարող, իր կարիքը չունեն եւ հանձնախումբը լուծարված է։ Եվ ինչ ազնվություն Ֆորմանի կողմից, նա ստացած $10,000 վերադարձրեց հանձնախմբին։
Ամերիկյան կառավարության ձեռնարկած միջոցները, հայ նահատակների ամերիկյան բարեկամների աշխատանքներն ու տաճկական կառավարության միլիոնները տվեցին իրենց արդյունքը եւ ինձ մեղավոր գտան ու դատապարտեցին։ Սրանով հարցը չվերջացավ, եթե հայ անուն կրող հանձնախմբի անդամներին հանգիստ թողնեին ու մոռանային, հավանականություն կար, որ ես չհամարվեի առաջին կարգի մեղավոր։ Եվ հայ իրականության կյանքում մեծագույն խայտառակությունը եղավ այն, որ իրեն ինքնալուծարած իմ պաշտպանության համար ստեղծված այս հանձնախումբը կատարեց ամերիկյան կառավարության իրեն տված վերջին հրամանը ու հայտարարեց Սանտա Բարբարայի միակ անգլերեն թերթում, թե համամիտ չեն Յանիկյանի կատարածին եւ հանձնախումբը չի արդարացնում նրա կատարածը ու չի պաշտպանելու նրան։ Կարդալով այս հայտարարությունը Սանտա Բարբարայի անգլիական թերթում դատավարության ժամանակ լույս տեսած համարում կնկատեք, որ հայտարարությունը տրված է հետին թվով։ Դատախազը այս հայտարարությունը լիովին օգտագործեց եւ ապացուցեց երթվյալներին, որ իմ արածը ոչ մի կապ չունի տաճկական ջարդերի հետ եւ նույնիսկ իր պաշտպան հայ կազմակերպությունը հրաժարվում է Յանիկյանի պաշտպանելուց։ Կուզենայի իմանալ այդ բոլոր հայ անուն կրող տաճիկները իմ դատավարությունից հետո կարող են հանգիստ քնել եւ կուսակցությունների ղեկավարները ամոթ եւ դավաճան խոսքերի իմաստը գիտեն։ Տեղեկացա, իբրև թե ստացած գումարները որոշ զեղչով հետ են վերադարձել մարդկանց, որոնք իմ փրկության համար փող էին հանգանակել։ Մի քանիսը բոլորովին չէին ստացել եւ բողոքի նամակներ էին գրել նույնիսկ ինձ։ Ֆրանսիայից մի տիկին Արշալուս Բարսեղյան անունով ոչ միայն բողոքի նամակ էր ուղարկել, այլ անեծքի էր կապել հանձնաժողովի բոլոր անդամներին։ Նոր սերունդի պատվարժան խմբագրությունը այս հարցը դարձրել էր հրատարակության նյութ։ Ես սկզբնական շրջանում թե ուրախացել էի եւ թե զարմացել, թե ինչպես իրար ատող կուսակցությունները միացել էին մի նպատակի համար՝ պաշտպանել հայ ազգի իրավունքները եւ պահանջները։ Իրավունք ունեի զարմանալու, որովհետեւ Ամերիկա գալորից ես տեսել էի իրար ատելու արդյունքը ամեն քայլափոխում, թե եկեղեցիներում եւ թե ժողովրդական ձեռնարկներում ու թերթերում։ Տարբեր երկրներում տասնյակ տարիներ ապրելով ես չէի տեսել հայը հայի նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերի, եւ այդ անողները կուսակցականներն էին ու իրենց հրատարակությունները։ Առաջին անգամ տաճկահայերին փռնչի անվանողը Զաքարի անունով Մամուլյանն էր, Ռուբեն Մամուլյանի հայրը։ Երբ հարցը վերաբերվում էր տաճկահայ գաղթականներին, նա միշտ այդպես էր արտահայտվում եւ մենակ չէր։ Ստիպված եղա ուրիշների ներկայությամբ նրան զգուշացնել, որ եթե մեկ անգամ էլ լսեմ նրա այդ արտահայտությունը, ապա մեր ծանոթությունը կվերջանա։ Ինձ փորձում էր առանձնացնել ասելով, որ ես ռուսահայ եմ, քանի որ կրթությունը ստացել եմ Ռուսաստանում, բայց համենայն դեպս այլևս չկոչեց եւ տաճկահայերի անվանարկումը վերջ գտավ։ Եվ այլ կերպ լինել չէր կարող, քանի որ այստեղ Ամերիկայում էլ ազնվագույն մարդիկ կային, ինձ թիկուն կանգնող, ինչպես փաստաբան Ֆերոյանը եւ Ֆրեզնոյի դաշնակցական թերթի խմբագիր Անդրեա Ամուրյանը, մի անկեղծ ու ազնիվ կուսակցական, որը երբեմն ինքն էր կարմրում իր սիրած կուսակցության փոխարեն։ Եթե կուսակցական ղեկավարները մի քիչ ունենային Ամուրյանի, Դարփինյանի, Համո Անջանյանի, Մելիքշայի ազնվությունը, կյանքը մի քիչ հեշտ կլիներ։ Գալիկը փաստեց, որ Հրանտ Սիմոնյանն էլ այդ մարդկանց շարքին է պատկանում։ Չկարծեք, թե միայն աշխարհականներն են սփյուռքի կյանքը ճահիճ դարձրել։ Աստծո ծառայողներն էլ հետ չէին մնում եւ երբեմն գերազանցում էին։ Որպես օրինակ մի դեպք եմ միայն գրելու։ Ֆրեզնոյում լուսահաղորդչական կոչված բաժանմունքին պատկանող կուսակցական մի քահանա կարիքի մեջ էր եւ դիմեց ինձ, որ $300 փոխառություն տրամադրեմ, տվի ասելով, կտաս երբ կունենաս, չտաս էլ մի բան չէ։ Անցավ 2 տարի, տեղափոխվել էինք Սանտա Բարբարա, որտեղ շարունակում է ծրագիրը իրագործել, որովհետև Ֆրեզնոն նպատակիս համար օգտակար չեղավ։ Մի օր հեռախոսով այդ քահանան հայտնեց, որ մեր քաղաքում է
եկել է պտույտի եւ կցանկանա, որ ես առաջնորդեմ իրեն։ Շատ զբաղված է եւ ազատ ժամանակ չունեի, ասացի, որ չեմ կարող, բայց քեզ կտրամադրեմ իմ լավ բարեկամին եւ նա ինքը քեզ կընկերակցի եւ ավելի հաճույք կստանաս, քան ինձ հետ, որովհետեւ նա քեզ նման Աստծուն է ծառայում։ Հետաքրքրվեց, թե ով է։ Ասեցի մի պատվելի է եւ անունն էլ Մինասյան է։ Ինչ, պարոն Գուրգեն, դու այդ պատվելուն ինձ ընկերակցության կառաջարկես, վրդովվեց նա։ Այո, պատասխանեցի, երկուսով ավելի ընդհանուր շահեր ունեք, քան ես ու դու։ Գիտեք ինչ, այդ պատվելի կոչվածը բողոքական է եւ քրիստոնյա չէ, անոնք թուրք են, հայ չեն։ Ինչպես դու անոր հետ բարեկամություն ունիս եւ ինձ ալ որպես ընկերակից կառաջարկես, պարոն Գուրգեն, ես չեմ կարող այդ ընդունել։ Զսպելով ինձ, որ մի լավ չհայոյեմ այդ Աստծո ծառային, ասացի. Լսիր, ես շատ զբաղված եմ եւ աշխատեցի իմ լավագույնը անել քեզ օգտակար լինելու համար։ Գտիր մեկ ուրիշը, որ քեզ Սանտա Բարբարան ցույց տա։ Իմիջայլոց, եթե պտույտի ես եկել, երևի դրամ ունես, կարող ես պարտքդ վճարել կամ չկարողանալու պատճառը տեղեկացնես։ Սկսեց ասել, եւ ես հեռախոսը փակեցի, այլևս ոչ տեսա, ոչ էլ լսեցի այդ իսկական քրիստոնյային։ Այս տեսակ վերաբերմունքը քրիստոնյա զանազան տեսակների մեջ նույնն է։ Դրանից հետո Ֆրեզնոյում նա լուր էր տարածել, Յանիկյանը թուրքացել է։ Մի քանի անգամ խնդրեցին ելույթ ունենամ հայ հավաքույթներում։ Ընդունեցի եւ ելույթ ունեցա։ Դրանցից մեկի ժամանակ, որ նվիրված էր Լոս Անջելեսում անցկացվող աճեմյան քույրերին կամ բարեգործական նպատակների, ճառեցի ուրիշների նման։ Մի անգամ քիչ էր մնացել ինձ դուրս գցեին երեկույթից, որովհետև ասել էի. չլինեք լավ եկեղեցական կամ կուսակցական, այլ եղեք լավ մարդ, որովհետև լավ կուսակցականը, լավ եկեղեցականը կարող է լինել նաև վատ մարդ, բայց լավ մարդը չի կարող ոչ վատ կուսակցական լինել, ոչ էլ վատ եկեղեցական։ Լավ մարդ դաստիարակեք ձեր երեխաներին։ Ինձ հավաքույթից չկարողացան հեռացնել, ինչպես պահանջում էին կուսակցականները եւ եկեղեցու հայրերը, քանի որ թեև ճառախոսն էի եւ պատվո սեղանին էի նստած ծիկնոջս հետ, իրենց նման ազատ էի առանց տոմսակի օգտվելու եւ ընտրելու իրավունքից, բայց ես 2 տոմսակ էի նախորոք գնել։ Չեմ կարող չգրել մի դեպք, որը շատ հին է, բայց կոմիտեի անարատ հայ անատները օգտագործեցին իրենց նպատակների համար։ Թեհրանում աշխատելիս, երբ կառուցում էի Թեհրան Զանջան երկաթուղագիծը, դոկտոր Մարտին Դավիդյանը, դոկտոր Բալայանը, դոկտոր Պողոսյանը, Բաբալյանը եւ ուրիշները կնոջս միջոցով խնդրել էին, որ մի գործ տամ Եղիշե Իշխանյան անունով մի մարդու։ Նշածս բոլոր բժիշկները կուսակցականներ էին եւ կնոջս եւ իմ լավ բարեկամները։ Մերժել չէի կարող, ընդունեցի ու մի հարմար պաշտոն տվի։ Նշանակեցի Զանջանի գլխավոր պայեստի կառավարիչը եւ լավ ռոճիկ նշանակեցի։ Ոչ ծանոթ էի, ոչ էլ գիտեի ով լինել է եւ ոչ էլ հետաքրքրվեցի։ Ըստ սովորության, պաշտոնյաների ընտանիքում ծնված երեխային գործատերն էր կնքում, այսինքն կնքահայր լինում։ Իհարկե պետք եղած նվերներով, ինչպես պահանջում է կարգը։ Այս Իշխանյանի կինը աղջիկ ունեցավ եւ ես որպես գործատեր մնացի կնքահոր պարտականությունների մեջ։ Մոսկվայում ուսանելիս գաղտնիք չէ, որ անարխիստ կուսակցությանն էի պատկանում եւ ղեկավարներից էի։ Իմիջայլոց ես չեմ փոխվել եւ մինչեւ այսօր էլ նույնն եմ մնացել։ Իմ կենսագրության մեջ մանրամասը գրված է, դա եւ չեմ կրկնելու, այլ տալու եմ մի որոշ համառոտ դրվագներ։ Պարսկահպատակ էի, ձերբակալվել էի որպես անարխիստ, հրաշքով ազատվել գնդակարությունից։ Այստեղ կուզեմ ընդգծել, որ 1978 թվին հարգելի Հրանտ Սիմոնյանին ուղարկած մի գրության մեջ իմ բանտից ազատվելու պատմությունը 15 տողով է գրված, որը ճիշտ չէ։ Բանտից ազատվելու պատմությունն ավելի բարդ ու երկար է եւ իմ կենսագրության մեջ նկարագրված է տասնյակ էջերով։ Թողների ինձ պարոն Հրանտ Սիմոնյանը, քանի որ դա արել եմ դիտավորյալ, որ չկրկնեմ կենսագրությանս մեջ գրածս, որը կապ ունի ուրիշների հետ, եւ գլխավորը իրեն գրածս կենսագրությունը ներկայացնելու
ցանկությունը չէր։ Նրան գրած նամակս ավելի լուրջ հարցի հետ էր կապված եւ կապ չուներ իմ կենսագրության հետ։ Հուսով եմ, որ մի օր կստանա իսկականը։ Սարատովի պարսկական կոնսուլը բոլշևիկ էր։ 1935 թվականին նա վերադարձավ Թեհրան եւ ես էի, որ մեջտեղ հանեցի նրա ով լինել է։ Նա ոչ միայն կոնսուլ էր ու թալանում էր Բաքվից Սարատով փախածներին, այլև լրտես էր։ Նրան կախեցին Թոփխանա հրապարակում եւ ես կախաղանից 20 քայլի վրա կանգնած դիտում էի այդ հանցագործին։ Երբ Եղիշե Իշխանյանը իմացավ, որ ես ուզում եմ փաստերով ցույց տալ այդ կոնսուլի Աբդուրահման Ալիի ով լինել է եւ իր արած գործերը, սկսեց ինձ համոզել, որ այդ չանեմ։ Հետագայում պարզվեց, որ ինքն էլ է վարակված կոմունիստական հիվանդությամբ։ Պատերազմի ժամանակ դաշնակիցները գրավեցին Պարսկաստանը եւ դա համընկավ ռուսների հյուսիսից ներխուժումին, որոնք գրավեցին Զանջանը, որտեղ մենք էինք աշխատում։ Մեր պահեստը դարձել էր Չեկայի բաժանմունք։ Այստեղից էր կազմակերպվել Նիկոլայ Ունանովի սպանությունը Թեհրանում եւ Իրանում կատարված այլ տերորիստական գործեր։ Մեր պահեստապետը դարձել էր նրանց մարդը, ցուցակ էր կազմել, թե ում հաշիվը պետք է մաքրել։ Այս տեղեկությունները ինձ հասնում էին եւ ես իմացա, որ իմ անունն էլ կա այդ ցուցակում։ Ես համարյա գործը վերջացրել էի եւ Զանջան չէի գնում։ Ցույց էի տալիս, որ ինձ ոչինչ հայտնի չէ իր արած գործերից եւ նույնիսկ պաշտոնի բարձրացում կատարեցի նշանակելով կառավարիչ, իհարկե ավելի բարձր աշխատավարձով։ Գործը ավարտվեց եւ բոլոր աշխատողներին ազատ արձակեցինք 3 ամսվա աշխատավարձ, որպես պարգև նախապես միանվագ տալով իրենց։ Եղիշեն դրա կրկնակին ստացավ։ Երբ քաղաք եկավ, նա մի քանի անգամ սև նամակ ուղարկեց ինձ։ Բայց մտադրությունը չհաջողվեց անել, քանի որ ես Ամերիկա տեղափոխվեցի, այսինքն որպես իմ կատարած աշխատանքի դիմաց ինձ արտոնվեց Ամերիկա գալ։ Երկաթգծի կառուցումը ռազմական պատվեր էր, որն ավարտել է ժամկետից շուտ եւ Ռուսաստան առաքվող օգնության ուղին վտանգավոր ծովային ճանապարհից շուռ տվել դեպի ապահով երկաթուղի։ Այս պատճառով փրկվեցին բազմաթիվ զինվորների կյանք, որոնք կարող էին ջրասուզ լինել գերմանական սուզանավերից։ Այս մասին մանրամասը կա իմ դատական թղթերում եւ կենսագրությանս մեջ։ Եղիշե Իշխանյանը շարունակեց իր բլաքմեյլը, երբ ես Ամերիկայում էի։ Լույս տեսավ իմ առաջին գիրքը Հուդա Իսկարոդավցու հաղթանակը։ 1945-ին Փարիզում եւ հետագայում Ամերիկայի մարժանացա Մարկ Տվենի անվան կազմակերպության պատվավոր ցմահ անդամակցության։ Եղիշե Իշխանյանը իր բարեկամ Հովսեփ Ինչյանի հետ մի գիրք են գրում, որով աշխատում են ցույց տալ, որ գրքի հեղինակը ես չեմ։ Ավել պակաս վիրավորական խոսքերով ուղարկում են իրենց տպածը Ամերիկայում ցրելու եւ այդ պարտականությունը իր վրա է վերցնում Դաշնակցության Բոստոնի կոմիտեն։ Այս գրքի 3 օրինակը ես ստացա FBI-ից, իսկ 100 օրինակը ինձ ուղարկեց Ֆրեզնոյի դաշնակցական թերթի խմբագիր Անդրե Ամուրյանը, որին ուղարկել էին տարածելու համար։ Այդ ազնիվ դաշնակցականը տեղյակ էր եւ գիտեր, թե ով է հեղինակը եւ ինչ նպատակով է այդ գիրքը հրատարակված։ Հրապարակվեցին իմ 2 գրությունները եւս։ Իսկ Իշխանյանը արդեն չափ անցկացնում էր։ Ես որոշեցի պատռել նրա դիմակը, ցույց տալ նրա ով լինելը։ Արդեն տեղյակ էի, որ նա ոչ միայն նախկին դաշնակցական էր, այլ նաեւ կուսակցության ներկայացուցիչն էր Պարսկաստանում։ Նամակով տեղյակ պահեցի իմ մտադրությունները կուսակցության բյուրոյի անդամ Ռուբեն Դարփինյանին, հարցնելով. արդյոք իմ մերկացումները չեն վնասի կուսակցությանը, եթե դրանք հրապարակ հանեմ։ Չեմ ուզում մի սրիկայի պատճառով կուսակցությանը վնաս հասնի, գրել էի ես։ Ստացա նրա պատասխան նամակը, որը հայտնում էր, որ Եղիշե Իշխանյանը եւ Հոսեփ Ինչյանը հեռացված են կուսակցությունից որպես բոլշևիկյան լրտես եւ դուք ազատ եք ձեր տեղեկությունները հայտնել հայությանը, որով չեք վնասի մեր կուսակցությանը։ Շնորհակալություն, որ մեզ տեղյակ պահեցիք եղելություն։ Այս նամակից հետո Ֆրեզնոյի անկուսակցական մշակ թերթում 3 երկար գրություններով պատմեցի Եղիշե Իշխանյանի ով լինելը եւ կատարած քաջագործությունները Թեհրանում։
100 օրինակ օդային փոստով ուղարկեցի Թեհրան եւ զանազան տեղեր, երբ նա ուզում էր Ամերիկա գալ, FBI-ը հետաքրքրվեց նրանով, իզնից տեղեկություններ պահանջելով, իսկ ես ասացի, որ իմ իմացածը բաց գրված է թերթում, իսկ մնացած տեղեկությունների մասին կարող են դաշնակցությանը դիմել։ Իսկ իմ դեմ գրված եւ Անդրեյ Ամուրյանին ուղարկված 100 օրինակ գրքերը անձամբ բաժանեցի իմ ծանոթներին։ Իմ դատավարության ժամանակ եւ հետագայում ինձ պաշտպան հանձնախմբի ազնիվ անդամները մեջտեղ էին բերել այդ գիրքը եւ օգտագործում էին ինձ վարկաբեկելու համար։ Նախ սկսեցին, որ ես Ամերիկա թմրեցուցիչ ներմուծող եմ։ Դա թելադրել էին թուրքերը։ Եվ հետո բոլշևիկների մարտն եմ, հատուկ ուղարկված Ամերիկա։ Ինչ նպատակի համար է դա, երբ CIA-ը եւ FBI-ը 400 էջ կազմող հետաքննությամբ վերջացրել էին գրությունը Յանիկյանը կոմունիստ չէ վերջնական որոշումով։ Կարդացեք դատական թղթերը։ Աշխատեցին հետո ինձ խելագար ներկայացնել, թե դատավորությունը եւ թե ֆեդերալ դատարանը մերժեցին այդ կարծիքը եւ գրեցին. ֆանատիկ գաղափարական իր հայ ժողովրդի ջարդը տաճիկ կառավարության կողմից հիմք են եղել իր կազմած ծրագրի իրագործմանը։ Կարդացեք դատական թղթերը։ Հպարտ եմ, որ գոնե մի կետում ամերիկյան դատարանը արդար է։ Դատավարությունից հետո փաստաբան Լինձին եկավ Սանտա Բարբարայի բանկ եւ պարզեց, որ մենք ունենք 6 կետեր, որով խախտված է իմ մարդկային իրավունքները եւ իրավունք ունենք բողոքարկելու, քանի որ դատարանը շրջանցել է դրանք եւ ինձ ներկայացրել որպես հասարակ ոճրագործ։ Ինձ հասարակ ոճրագործ էին համարել համաձայն մի հայտարարության, որը հրատարակվել էր Սանտա Բարբարայում տպվող մի անգլիատար թերթում։ Այդ հայտարարությունը տվել էր ինքն իրեն լուծարքի ենթարկած իմ պաշտպան հանձնախումբը։ Որոշեցինք, որ պիտի դատավճիռը բողոքարկենք։ Ինձ ուղարկեցին Ուոքերսվիլ բանդ Սան Ֆրանցիսկո։ Նամակագրությամբ հայտնեցի Լևոն Երկաթյանին եւ Փոստաջանին, որ կցանկանայի իմ անունով կազմվի պաշտպան կոմիտե եւ քանի որ դատը շարունակվում է, դրամահավական եմ։ Փոստաջյանը դպրոցի կառավարիչ էր եւ եկավ ինձ տեսության։ Որոշեցինք պատրաստել մի գրքույկ դատավարության մասին իմ կարճ կենսագրությունով 2 լեզվով։ Կենսագրությունը հանձ էր առել գրել Թեհրանի դաշնակցական թերթի խմբագիր Ամուրյանը հայերենով, որ ինձ գիտեր 30 տարի, եւ Փոստաջյանը այն պիտի թարգմաներ անգլերեն։ Կարգադրեցի կազմել 3 հոգուց կազմված մի ղեկավար մարմին՝ Երկաթյանը, Փոստաջյանը եւ մի երրորդ հարմար մարդ եւ Երկաթյանը որպես նախագահ։ Շատ էին հավանել ծրագիրս եւ ուրախացած լծվել գործի։ Որոշ ժամանակ անց ինձ տեղը փոխեցին Սան Լուիս Օբիսպո բանտը, որ ավելի մոտիկ էր Լոս Անջելեսին։ Գործն առաջ էր գնում մեծ թափով։ Ամուրյանը կենսագրությունս գրել էր եւ Փոստաջյանն էր թարգմանել էր եւ պատրաստվում էին տպարան հանձնելու։ Պարզվեց, որ փաստաբան Լինձին ինձ խաբել էր։ Փաստաբան Լինձին փոխանակ 6 կետեր օգտագործեր իմ բեկանման համար, ընտրել էր դրանցից ամենաթույլը, եւ դրա մասին ես իմացա, երբ հրատարակվեց բեկանումների մասին ամսական տեղեկագիրք։ Հեռախոսով պետք եղած խոսակցությունները ունեցա Լինձիի հետ եւ հայտեցի, որ նա այլևս իմ փաստաբանը չէ։ Նրան էլ էին հրամայել եւ նա էլ էր գործերը վարում ըստ կառավարության տեսակետի։ Ինչն է ավելի կարևոր, Ամերիկայի շահը թե Անահիտ Յանիկյանը։ Այս լոզունգը օգտագործվել էր ամենուրեք եւ բոլորի կողմից։ Իմ բողոքը պետք է ձևակերպեր ինչն է կարևոր Ամերիկայի սահմանադրությունը, թե մի քանի անարժանների հակաօրինական հրամանները։ Պետք էր նոր փաստաբաններ գտնել։ 19 մայիս 1979 թ. Իմ օտար բարեկամուհին լուրջ հիվանդ է եւ խնդրել է, որ իրեն ազատեմ իմ կտակի պարտականություններից։ Խոստացել եմ, որ նոտարով հաստատած կտակիս միջից կհանեմ իր անունը եւ կփոխարինեմ մեկ այլ հայ անունով,
որը մյուս օտարի հետ կիրականացնի իմ վերջին կամքը։ 23 մայիս 1979 թ. Իմ հրեշտակը հիվանդանոցում գործողության է ենթարկվել։ Քաղցկեղեր կուրծքը հեռացրել են։ Շնորհակալություն բանտի ծառայողներից, այսօր մայիսի 26-ն է։ Ինձ իրավունք տվին բանտի հեռախոսով խոսել իրեն հետ։ Սանտա Բարբարայի հոսպիտալում բարդություններ կան եւ մայիսի 29-ին երեքշաբթի օրը նոր գործողություն են նշանակել։ Որպեսզի ընդմիշտ պարզ լինի իմ արարքի բուն պատճառը եւ բուն նպատակը, ես չեմ ցանկանում, որ դուք բավականանաք միայն իմ խոսքերով եւ դատավարության թղթերով։ Իմ բողոքները երկրորդ փաստաբաններից միջոցով դատարանից դատարան անցնելով հասավ մինչև երկրի բարձրագույն դատարանը եւ 1978 թվին 76 գիծ 3904 AAA համարով Լոս Անջելեսում տեղի ունեցավ hearing 1978 թվի նոյեմբերի 2-ին ամերիկյան բարձրագույն դատավոր Անդրե Հաուկի բաժանմունքում Կրոնենբերգի մասնակցությամբ իմ հաբիս կորպուսը մերժվեց։ Հայերեն տեսնելով, որ իմ գործով հետաքրքրվողները մեծ մասամբ կուսակցականներ են, հրամայել էր իր անդամներին ոչ մի աջակցություն ցույց տալ ինձ։ Երկաթյանը եւ Փոստաջյանը ստացել էին գրավոր հրաման, Փոստաջյանը ենթարկվեց իր տերերին եւ անհետացավ։ Լևոնը սկսեց պայքարել իր իրավունքների համար, որ Յանիկյանին օգնելը հակակուսակցական գործ չէ ու շարունակում էր աշխատել, բաժանելով հայության շրջանում իմ անունով կազմված ազդախմբի դիմումը դրամական օժանդակություն հայտարարելու համար։ Երկաթյանը 40 տարի եղել էր ՀՅԴ-ի անդամ եւ երևի միարժեք ուներ, որ բյուրոն գրավոր դիմել էր նրան հրաժարվել իմ գործերի հետագավարույթից, ապա թե ոչ կհեռացվեր կուսակցությունից։ Հետաքրքիր դրություն է ստեղծվել։ Մի կուսակցություն, որ գիշեր-ցերեկ խոսում էր մեր միլիոնավոր զոհերի մասին եւ վրեժ ու հատուցում էր քարոզում կես դարից ավելի, հիմա ամեն միջոց ձեռք էր առնում, որ իր անդամները չօգնեն մի հայանատի, որ լռության մատնած հայկական հարցը հրապարակ է հանել մեծ աղմուկով ու դրել մարդկության առաջ։ Զարթնեք ձեր քնից, դուք հիմնադիրներ այս կուսակցության ու մահացու գավազանով քանդեք այս որջը, որոնք նստած իրենց տակ բազկաթոռներին ոչ միայն իրենք են դավաճանում թե գաղափարին եւ թե կանոնադրության, այլ աշխատում են, որ շարքայիններն էլ իրենց նմանվեն։ Ես երբեք դաշնակցական չեմ եղել, բայց կռվել եմ դրոյի կողքին։ Մեծ եղբայրս Սուրենն էր թունդ դաշնակցական եւ դեռ 1919 թվականին դրա համար գնդակահարվեց Կրասնոդարում։ Քննեք ձեր հաշվեմատյանները եւ կտեսնեք, որ մի քանի տասնյակ հազար ռուբլիներ դուք ստացել եք Յանիկյաններից Կարսում, Թիֆլիսում, Ռոստովում եւ Իրանում։ Քանի տասնյակ դաշնակցականներ իմ շնորհիվ այսօր ապրում են Պարսկաստանում եւ ուրիշ երկրներում որպես ունևորներ։ Լսեք դուք, ղեկավար մարմին, կես դարից ավելի դուք կթեցիք հայ ժողովրդին խոստանալով ամեն ինչ, բայց չտալով ոչինչ, բայց մի անհատ Յանիկյան իր միլիոնները ծախսելով հրաշք կատարեց։ Ինչու եք ուզում քայքայել ձեր շարքայինների ներսում բարոյական հիմքը եւ նրանց ազգային զգացմունքները։ Ինչու եք աշխատում սպանել նրանց հոգում սերը դեպի իրենց հայրենիքը եւ ցեղակիցը։ Գիտեիք, եթե Յանիկյանը կարողացավ անկարելին իրագործել, նա կարող է եւ հետևանքը ձևավորել նույնիսկ իր մահով, շարունակելով իր ծրագիրը։ Եթե ես արժանի չէի ոչ մի օգնության, ապա ինչու բյուրոյի կողմից ինձ առաջարկվեց հրապարական որպես դաշնակցության անդամ, ինձ ռոճիկ եւ կնոջս հիվանդանոցի վճարումներ առաջարկելով։ Քամին որ կողմից սկսեց փչել, որ դուք փոխեցիք ձեր առագաստների դիրքը, ով հրամայեց, որ դուք լուծարեք ձեր իսկ կամքով ստեղծած ինձ պաշտպանելու հանձնախումբը։ Լսեք, ՀՅԴ-ի գլխավոր ղեկավարներ, ինձ հայտնի այն միջոցները, որը դուք ազատում եք ձեր ոխերիմ թշնամիներից, դա տերորն է։ Ես վախեցողներից չեմ, նախ եւ երկրորդ, ես հասա իմ նպատակին եւ կատարեցի իմ ընդունած որոշումը եւ այս աշխարհում ես անելիք չունեմ։ Բացի հրճվանքով նայել ու ուրախանալ, որ ձեր շարքային կոչվածները, որոնց դուք ոչխարների տեղ եք դնում, հետ զետե աչքերը բացվում են եւ տեսնում են, որ տարիների ընթացքում դուք նրանց խաբել եք
եւ միայն անդամական դրամներ հավաքել։ Այս շարքայինները իմ հարազատներն են։ Մինչև այսօր ՀՅԴ-ի կենտրոնի մեր դատի լռելու պատճառը նրանք չեն եղել, այլ դուք, որ մեծ քաղաքականություն եք իբրև վարում։ Դուք չկարողացաք ազգի մանավանդ երիտասարդության զարկերակը գտնել, եւ այդ է կարևորը։ Ձեր հնացած տեսակետները ու աշխատելու ձիրքը հնադարյան են լավ Աֆրիկայի համար։ Դուք հետ եք մնացել այսօրվա կյանքի պահանջներից, ինքներդ զգում եք, որ գիտեք, բայց ինքնասիրություն եք խաղում, իսկ հայ ազգի պահանջների հարցում ինքնասիրություն գոյություն ունենալ չի կարող։ Ձեր ՀՅԴ կենտրոնական բյուրոն արդեն չափ անցել է, կրակի հետ մի խաղաք։ Ձեռներդ կայրեք, ես ավելի գիտեմ, քանի դուք կարծում եք, դուք ձեզ երևակայեցիք, որ լիազորված եք հայ ազգի կողմից լինել նրա պահանջների լիազորը, տերը։ Որտեղից դուք ստեղծեցիք այդ մենաշնորհը, ձեզով իրավունք տվավ, որ դուք Ամերիկայի ներկայացուցիչ Մոմջանին, որ պաշտպանում է իր ազգի շահերը Միացյալ Ազգերի ժողովում, ասել, թե նա չխառնվի հայ դատի հարցերին, որովհետև դա հայ կուսակցության մենաշնորհն է։ Ինչ է ցնդել եք, թե վիրավորված գազանի նման չգիտեք ինչ անել, երբ ձեր դղյակը քանդվում է։ Հայ ազգը բախտ ունեցավ, որ գտնվեց հրանտը։ Ձեր նախկին ղեկավարներից մեկը, որը հրապարակավ ասաց Մոմջանին, հայ դատը պատկանում է հայ ժողովրդին եւ ոչ թե կուսակցությանը։ Մի կստիպի ինձ տեղեկացնել ազգին դեպքեր, որ դուք չգիտեք, որոնք կփաստեն ձեր կուսակցության տված վնասը հայ ազգին։ Իմ անունով ստացված գումարները, որ պիտի ծախսեիք իմ պաշտպանության համար, հետ ուղարկեցիք, Յանիկյանի արածը անձնական էր եւ չէր ստացել մեր իրավունքը ասելով։ Խելացիներ, ով եք դուք, որ ես ձեզնից իրավունք խնդրեի, ես կազմակերպեցի ու անհատի պատերազմ հայտարարեցի, եւ եթե դուք մի քիչ տրամաբանություն ունենայիք, շնորհակալություն պետք է ասեիք ու փառաբանելով ինձ գործի լծվեիք, դուք եւ մնացած կուսակցությունները, բաժանված եկեղեցիները։ Հայ անհատն էր, որ անկուսակցական լինելով աշխատեց միացնել հայ ու զավակներին Սփյուռքում, որ միաբերան իրենց իրավունքները պահանջեն։ Սկզբնական քայլերը կարծես այդ ուղղությամբ էին արվում, բայց հրաման եկավ։ Որտեղից։ Դուք ինձնից ավելի լավ գիտեք, եւ ամերիկյան ձեր կազմած հանձնախումբը թաղվեց առանց տիրացուի։ Ես իմ արածիս արժեքը գիտեմ, դուք չէ որ պիտի գնահատեք ան, այլ պատմությունը, որ ձեզ էլ չի մոռանալու։ Ազատ աշխարհում դուք ինձնից լավ գիտեք, որ անհատի պատերազմը ոչ միայն հրապարակ է եկել, այլ իր արմատները այնքան խորն են, որ դուք զարմանում եք։ Սկզբնական շրջանում դուք չհավատացիք եւ հետո սկսեցիք դիվանագիտություն խաղալ, թե ովքեր են նրանք, եւ ամաչում եմ գրել, որ նույնիսկ պատրաստ էիք ուրախանալու, եթե նրանք իրենց գործնեության ժամանակ անհաջողություն ունենային։ Կատաղությունից դուք չգիտեիք ինչ անել, եթե ազատության մեջ լինեի, հավանականություն կար, որ ինձ համար մահավճիռ արձակեիք։ Հրամայեցիք ձեր բոլոր թերթերին, որ մոռանան իմ անունը եւ երբեք չհիշեն, նույնիսկ վճարումով իմ հայտարարությունները չընդունեն։ Ծիծաղելի է, եթե ցավալի չլիներ։ Միթե խղճի խաչ չունեցաք, երբ հրամայեցիք ձեզ նման մի անխիժ մարդու, որ շաբաթներ առաջ լծված համաշխարհային ու միջկուսակցական ինձ պաշտպանելի կոմիտեի անունից իմ առաջին դատավորության առաջին օրը Սանտա Բարբարայի անգլիատար միակ թերթում հայտարարություն տա եւ վճարի այդ սքանչելի հայտարարությանը։ Այս բովանդակությամբ համաձայն չենք Յանիկյանի արարքին եւ չենք պաշտպանելու։ Խելացիներ, շաբաթներ առաջ լուծարված հանձնաժխմբի անունից հայտարարություն տալը կեղծիք է, իսկ ձեր արածը անբարոյականություն ու դավաճանություն հայ դատին։ Եվ գիտեք, որ ձեր տված հայտարարությունը գլխավոր փաստը եղավ ինձ ցմահ դատապարտելուն։